Բարելուց ժողովուրդ ջան, դե այսքան քանի օր սենց ներվային վիճակ, սենց մեզ շեղում են հիմնական մեր խնդիրներից, շատ մեծ խնդիրներից, հենա Նիկոլը երեք խոսում էր անկլավների հանձնելու մասին արդեն։ Մի խոսքով լավ, հիմա ինչի այսօր մեր շատ կարևոր թեմա, խնդրում եմ տարածեք անպայման այս մանդատների հետ կապված, որ այսպես տարաձայնություններ առաջացել բոլոր ընդդիմադիրների մեջ, քաղաքացիների մեջ էլի, թե ինչի անդիմությունը վերցնում է այդ մանդատները։ Հա, հիմա մի հատ ժողովուրդ, եկեք, չնայած ինձ մոտիկ հարազատ մարդիկ, խելացի մարդիկ էլ ասել են պետք չի վերցնել մանդատները, շատերն են ասում, բայց ես իմ անձնական կարծիքը ասեմ եւ հիմնավոր եմ խնդրում եմ։ Անպայման մի հատ տարածեք էլի։ Նաև ասեմ, հիասթափվել պետք չի։ Ոչ մի դեպքում, եթե մի ազգը ընկավ հիասթափվեց, ծնկի եկավ, վերջ, վերանալու է, բայց եթե ընկավ, հետո նորից կանգնեց ոտքի, ամեն հարց լուծվելու է, այտենց դարեդար գնալու է, ասեմ, դա մի մարդուն էլ է դա վերաբերվում։ Դրա համար հիասթափվել պետք չի, քանի սաղ ենք, քանի շնչում ենք, պետք է պայքարենք։ Հիմա տեսեք, հարցը սենց է, որ ասենք ընդդիմությանը սենց նեղում են այս սոցցանցերում, բանում խեն վերցնում, հետում են աշխատեն ընդդիմադիր Նիկոլի մոտ։ Լավ, մի հատ ժողովուրդ, հիմա մի հատ եկեք պարզենք, ես մի փոքր այս իրավական մասից հասկանում եմ։ Եթե ընդդիմությունը հրաժարվում է այդ ձեր ասած լրիվ հրաժարվավ մանդատներից ու գնացին իրանց տներով։ Հա, ինչ որ ասում եք փողոցային պայքար, հա։ Ինչա փոխվում ընդհանուր իրավական դաշտում այդ պարլամենտում մյուս։ Ասեք, ով կար ասի, եթե չվերցնի, հաստատ ինչա փոխվում, ասեմ ձեզ, ոչինչ չի փոխվում։ Նիկոլը իր ԿՊ-ով իրանց մանդատները վերցնում են, հանգիստ գնում են, նստում են իրանց պարլամենտը, ամենքը իր տեղը։ Էլ ընդդիմություն չկա, այն անգամ ընդդիմությունը քանակով քիչ էր, այս անգամ շատ է լինելու։ Էլ ընդդիմություն չկա, հանգիստ ոչ ներվերները խանգարող կա, հանգիստ իրանց համար ներվերները հանգիստ նստում են, ուզում են հողերը հանձնեն, անկլավը հանձնեն, կնոպկեքը սխմում են, սուսուփուս հանձնում են, ուզում են կոնստիտուցիան չեն կարա փոխեն, լավ, մի ուրիշ բան անեն, վատ բան անում են։ Այսինքն դուրս է գալի, որ մեր Հայաստանի պարլամենտում նստած է լինելու միայն թուրքամետ կուսակցություն։ Հա, թուրքամետ են, անկարծ չնեղվեք այդ թուրքամետից, նիկոլականներ, բոլոր նիկոլականներն էլ, ով որ հասկացող է, ինքը թուրքամետ է, կամ առանց հասկանալու Նիկոլա ընտրեք, կամ ինքը իրոք թուրքամետ է, всё, էլ եվրոպամետ, ռուսամետ, տենց բաներ չասեք այդ նիկոլականները, դա նորմալ է, Նիկոլն ասե, Նիկոլի կուսակցությունը, դա նորմալ է, արդեն Հայաստանում դա նորմալ է, թուրքամետ լինելը արդեն վատ չի, ասեմ ձեզ։ Հիմա, իսկ ու վերջ, եթե դուք ուզում եք փողոցով Նիկոլին հանենք, ախպեր ջան, հա, մանդատ վերցնել չվերցնելը փողոցի հետ ընդհանրապես կապ չունի։ Դուք եթե կարում եք այդքան մարդ հավաքեք, ես պատրաստ եմ, ինչքան միտինգ ա եղել, եկել եմ, կայնել եմ ընդ։ Հա, բայց ոչ մի բան չի փոխվել։ Փողոցով միտինգներով կարում եք Նիկոլին հանենք, ախպեր, հա, էլի հանեք, այդ մանդատները դրա հետ կապ չունի։ Մեկ էլ ասում են միջազգային հանրությունը չի թողա այս պարլամենտը այտենց աշխատի։ Ինչ եք խոսում, համարյա բոլորին Նիկոլը ձեռ է տալիս, սա շնորհավորել են արդեն։ Ինչի համար է ձեռ տալի, ամեն մեկը ինչքան էլ Հայաստանին ուզեն օգնեն, եթե ուզեն, առաջի հերթին իրանց շահերն են իրանք սպասարկում մարդիկ, ամեն մեկը իր շահը։ Նիկոլին կանչում են, ինչ ասում են, իրանց շահերի համապատասխան անում է, Հայաստանի շահերը 3-րդ, 10-րդ տեղում է դրանց համար, ասեմ, եթե արդեն շնորհավորել են։ Այնց որ ոչ մի բան չի անելու, ոնց որ միշտ այդ միջազգային հանրությունը, տեսեք ինչ անօրենություններ է կատարվում, ուր է Եվրոպան, ուր է դիվիժենիները անողն ուր են։ Ուր են մյուս կազմակերպությունները միջազգային, չգիտեմ, բնապահպանական, եսի ինչ նայեք ինչեր է կատարվում։ Վերջը, այսինքն չվերցնելու դեպքում միայն օգտվում է ԿՊ-ն ու ասենք մեր այդ մի ուժերը, թուրքական ուժերը, ովքեր որ Թուրքիա, Ադրբեջան, դրա իրան արդեն ոնց ուզեն պարլամենտում անելու են։ Վերցնելու դեպքում ինչա փոխվում։ Համարյա շատ քիչ բան։ Էլի բան չի փոխվում, բայց մի հատ բայց կա։ Սա մնում է նույնը, որովհետև քիչ են քանակով։ ԿՊ-ն շատ է, այն երկու ընդդիմադիր կուսակցությունները
քանակով քիչ է իրանց մանդատները։ Էլի համարյա ԿՊ-ն ինչ ուզի կանի, բայց չի կարա կոնստիտուցիա փոխի այդ տեսակ բարձր գործերը չի կարա անի, քանի որ կոնստիտուցիոն մեծամասնություն չունի։ Համարյա բան չի փոխվում, բայց մենք պարլամենտում ունենում ենք հայամետ ուժեր։ Կարող է մի ուժը մի քիչ ռուսամետ լինի, չգիտեմ, մի քիչ եվրոպամետ մարդ լինի, թե չլինի, չգիտեմ, բայց այդ ուժերը հիմնականում հայամետ են։ Այսինքն, եթե ԿՊ-ն իր գործողությունը վատ բանը, չգիտեմ, թուրքամետ գործողությունը ուզենա անի, այս հայամետ ուժերը գոնե ուզենալու են խանգարեն, գոնե, էսի սենց, տեսեք, հետո իմանալու ենք ինչ են անում, սրանք կարան ծիխարի հետան, որ մարդ չեղավ պարլամենտում իրան կլնեն, փակ դռների հետևում կնոպկեքը սխմեն, Հայաստանն էլ տան պրծնի։ Բայց երբ որ ընդդիմադիր մարդը լինի պարլամենտում նստած, գոնե ժողովուրդը կիմանա կհելնի փողոց չի թողա։ Տեսեք ինչ եմ ասում։ Ճիշտ է, սրանք չեն կարա խանգարեն, բայց կարան գան ժողովրդին ասեն ժողովուրդ տալիս է, մի բան ելե կանենք, եթանք փողոց, Հայաստանն էլ է խոսքի եմ ասում տալի, Աստված ջանի։ Այսինքն պարլամենտում հայամետ ուժեր ունենալը մինիմում, ասենք, պետք է, էլի, առանց դրա չի լինի։ Էսի մեկ, ինչ նայեք, ինչ կարևոր բան եմ ասում։ Երկրորդը, այդ որ ասում եմ Նիկոլը կարող է գնա մինչև տարվա վերջ։ Այդպիսի վերլուծություններ կան շատ մեծ հիմքերով, որ Նիկոլի նաև, չգիտեմ, էլի տենց չասեմ ում մասին է ինչա խոսքը, բայց այտենց բան են ասել ինձ, որ Նիկոլը գնալու է այս տարվա վերջ։ Որ Նիկոլը հայոց գահին լինելու է մինչև տարվա վերջ, իրան վերևից այդքան է տված։ Էսի եթե ճիշտ լինի, իրոք, եթե ճիշտ լինի, ասենք մենք պետք է պարլամենտում նաև բացի դա մարդ պետք է ունենանք, ընդդիմությունը պետք է մարդ ունենա պարլամենտում նստած դեպուտատ պետք է ունենա, որ եթե ասենք փողոցով ճամփու են դնում, հելելեն, միտինգա, բան, վсё, մի միլիոն հոգի մարդ է հելը հրապարակ, այս Նիկոլը վсё հրաժարականը ստորագրում գնում է։ Բա հետո ու էլի ԿՊ-ն նստածա պարլամենտ, այտենց կլինի, այն մյուսները որ հրաժարվել են, էլ չեն կարա գան նստեն պարլամենտ։ Պետք է արդեն ժամանակավոր եսի միշտ ձևավորվի բանը մի հատ ահավոր կաշա է դառնում։ Էլի իրար ուտեն, դաժան դիմադիրները կարան, իսկ եթե ընդդիմությունը նստած եղավ պարլամենտում, թեկուզ այդ քանակով իշքան կա, կնոպկա սխմելով, արդեն որոշումներ կայացնելով, նոր վարչապետ կընտրեն, մյուս, այլ մեծ ցնցումներ չի լինի երկրում, Նիկոլի հրաժարականը տալուց հետո, օրինակի համար։ Մի խոսքով ընդդիմության մանդատներ վերցնել, չվերցնելը հիմա ոչինչ չի փոխում, ընդհանրապես ոչինչ չի փոխում, հա, բայց գոնե պարլամենտում ունենում ենք այդ ընդդիմադիր ուժերը, որոնք իրոք մտածում են Հայաստանի մասին։ Այսքանը դրա համար իմ կարծիքով ընդդիմությունը պարտավոր է այսօր, պարտավոր է վերցնի մանդատները, քանի որ իրանց ձայն են տվել, ժողովուրդը ձայն է տվել։ Հիմա ես գնացել եմ ինչ որ մի ընդդիմադիր ուժի ձայն եմ տվել։ Եթե ինքը չի վերցնում մանդատը, բա իմ ձայնը ես իրան եմ տվել, որ վերցնի գնա պարլամենտ ինձի ներկայացնի։ Իրավական օրենքը սա է։ Ոչ թե հրաժարվի թողի եթատուն կամ ելնի փողոց միտինգ անի մենակ։ Հա միտինգը թող անի, ասում եմ։ Այսինքն չի կարելի եթե մարդուն ձայն են տվել, ինքը պարտավոր է գա նստի, իր քանակի ինչքան իրան ձայն է հասնում, մի ԿՊ-ին եթե շատ է, օրինակ, չգիտեմ, ինչքան է կեղծ, ինչքան է ճիշտ, այսքանը ձայն են տվել, այս թուրքամետ հայերը եւ անխելք հայերը։ Ինքը պարտավոր է նստի այդ դրանց շահերը պարլամենտում սպասարկի։ Հիմա սրանց էլ ես եմ ձայն տվել, մյուսն է ձայն տվել, մյուսը օրինակ չէ, ընդդիմադիր։ Իրանք է պարտավոր են վերցեն իրենց մանդատները, գան նստեն այս պարլամենտում ու այս մարդկանց շահերը, այդ ազգի, այդ քանակի մարդկանց շահերը պաշտպանեն, օրենք մյուս։ Դրա համար ընդդիմությունը պարտավոր է վերցնի մանդատները, ինչքան այսօր ստացվել է, հա, այս աստիճանի անօրենություններ, անարդարություններ, այդ ամեն ինչը հասկանում ենք։ Բայց տեսակ օրենքով դատարանով այս հարցը չլուծվավ, բայց գոնե այսքան մանդատը հասնում ընդդիմությանը, վсё, վեգալում է, գալի նստում պարլամենտ, իր աշխատանքը սկսում է կատարել, ժողովրդից ստացած քվեն, ինչքանը գողացան, բայց գոնե այսքանը նախտ կա։ Ու իր գործանում է մինչև Նիկոլը հրաժարականը տա գնա։ Էսա։ Եթե չտա էլ, տեսնենք, գոնե չթողա, որ Նիկոլը հողերը հանձնի։ Հանձնելուց գոնե հայ ազգը իմանա, ելնի ոտի։ Խոսքի եմ ասում, տեսակ։ Շատ կարևոր է, այս մասին խնդրում եմ ընդդիմությանը այտենց չքննադատել,
Եթե կարում եք գործողություն անեք, ելնեք փողոց մարդկանց հավաքեք, ելեք, այդ մանդատը ձեզ չի խանգարում, ապեր, ելեք, տենամ քանի հոգի եք ելնում փողոց, ես եկա մյուսը տենամ քանի 100,000 հոգի մարդ է դուրս գալի։ Տեսակ չեն դուրս գալի, մի անգամ ամենաշատը վերջում սրբազան պայքարի վաղ դուրս եկան, բայց այդ քանակը չէր, որ Նիկոլը հրաժարական տար։ Չնայած ինքը ասել էր այդքանի դեպքում կտան, բայց չտվեց։ Լավ, ժողովուրդ, հանգիստ չեք նեղվում, չենք ընկճվում, ամեն ինչ նորմալ է լինելու, այս ամեն ինչը վերանալու է, Աստված մեծ է, Աստված առաջ, Աստված բոլորիս հետ։ Խնդրում եմ կիսվեք տեսանյութը անպայման։